Վանաձորում գործող կարի արտադրամասում այսօր աշխատում է 1400 մարդ։ Այստեղ տեղացի մասնագետների ձեռքով կարվում են բաճկոններ, որոնցից յուրաքանչյուրի գինը եվրոպական շուկայում հասնում է 1800-ից 2000 եվրոյի։ Սա միայն արտադրություն չէ, սա Հայաստանի արդյունաբերական ներուժի եւ աշխատուժի որակի մասին խոսող փաստ է։ 2022 թվականին հիմնված ընկերությունը, օգտվելով պետական աջակցության ծրագրերից, կարողացել է արագ ընդլայնվել եւ այսօր ամսական մոտ 40 միլիոն եվրոյի արտադրանք է արտահանում։ Ըստ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի, պետության խրախուսող քաղաքականությունը, հարկային արտոնություններ, ենթակառուցվածքային աջակցություն, ներդրումային միջավայրի բարելավում հնարավորություն են տվել միջազգային բարձրակարգ բրենդին արտադրությունը վստահել հենց այսպես ասած հայկական ձեռքին։ Կարող ենք հպարտությամբ ընդգծել, որ մեր երկրում տրվում է միջազգային բարձրագույն ստանդարտներին համարժեք արտադրանք։ Պիտեքս ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերությունն օգտվում է պետական աջակցության ծրագրերից։ Այս վիճակներ է շենքի։ 2022 թվականին ես եմ վերցրել, այսինքն 22-ի։ Ամեն հարկում ունենք 12 արտադրական հոսքագիծ։ Կարողում ենք տարբեր ձևի բաճկոններ։ Արտադրամասում ստեղծված պայմանները նույնպես խոսում են սոցիալական պատասխանատվության նոր մշակույթի մասին։ Այստեղ գործում է ճաշարան, նախակրթարան, վարսավիրանոց ընկերության միջոցներով։ Ըստ Արեն Մկրտչյանի, սա աշխատանքի եւ կյանքի որակի համադրության օրինակ է, որտեղ տնտեսական արդյունքը զուգորդվում է սոցիալական հոգատարությամբ։ Երբ արտադրությունն աճում են նաեւ համայնքի հնարավորությունները։ Աշխատավարձերը մնում են Հայաստանում, ձևավորվում սպառման շղթա, հարկեր մուտքագրվում պետական բյուջե։ Այդ նույն հարկերով կառավարությունն իրականացնում է նոր ծրագրեր մարզերում, Տաշիրում կառուցվում է նոր բժշկական կենտրոն 4.5 միլիոն դոլար ներդրմամբ։ Գործող բուժկենտրոնի խարխուլ շենքը տարիներ շարունակ չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին։ Նոր կենտրոնն արդեն կունենա նաև պոլիկլինիկային կից մասնաշենք, ինչը հնարավորություն կտա ոչ միայն տաշիրցիներին, այլև հարակից համայնքների բնակիչներին ստանալ որակյալ բուժսպասարկում առանց մայրաքաղաք տեղափոխվելու անհրաժեշտության։ Սա առողջապահական ծառայությունների ապակենտրոնացման եւ մարզերի հավասար զարգացման ուղղությամբ պետական քաղաքականության կարևոր քայլերից է։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 740 միլիոն դրամ է։ Ծրագրի ավարտին Տաշիր քաղաքը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն, իսկ տաշիրցիները որակյալ բուժսպասարկում կստանան։ Կառավարության աջակցությամբ համակարգչային շերտագրման ժամանակակից սարք է տեղադրվել նաև Սևանի բժշկական կենտրոնում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ մարզային բուժկենտրոնների վերազինումը պետության շարունակական ուշադրության կենտրոնում է լինելու։ Մարզաբնակ մեր քաղաքացիները եւս հնարավորություն կունենան ստանալ լավագույն բուժծառայությունները։ Ավանեսյանի տեղեկացմամբ հանրապետական շտապօգնության ծառայության Սևան կենտրոնակայանը եւս համալրվել է նոր եւ վերազինված ռեանիմոբիլով։ Նմանատիպ պատկեր է նաև Սանահին գյուղում։ Այստեղ էլ վթարային քարուքան դպրոցի փոխարեն կառուցվում է նոր կրթահամալիր, մոտ 5 միլիոն դոլար արժողությամբ։ Այն նախատեսված է 200 աշակերտի եւ 80 նախակրթարանի սաների համար։ 3 մասնաշենք, փակ մարզադահլիճ, լաբորատորիաներ, ռոբոտաշինության սենյակներ, բաց մարզահրապարակներ։ Սա արդեն ոչ թե պարզապես դպրոց է, այլ ժամանակակից կրթական միջավայր։ Այս բոլոր ծրագրերը արտադրությունից մինչև առողջապահություն եւ կրթություն միևնույն շղթայի օղակներ են։ Պետությունը խթանելով մասնավոր հատվածի զարգացումը եւ միաժամանակ ներդրումներ կատարելով սոցիալական ենթակառուցվածքներում ձևավորում է տնտեսության զարգացման նոր տեմպ։ Պետության աջակցությամբ մասնավոր ներդրումները վերածվում են տնտեսական աճի, իսկ այդ աճի արդյունքը հարկային մուտքերով վերադառնում է համայնքներ, նոր ենթակառուցվածքների եւ որակյալ ծառայությունների տեսքով։ Այս շղթան արդեն տեսանելի արդյունքներ է տալիս, փոխելով մարզերի սոցիալ-տնտեսական դիմագիծը։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը նշում է, երբ 5-ից 6 միլիոն դոլար արժողությամբ դպրոցների կառուցումը դառնում է սովորական երևույթ, դա արդեն խոսում է համակարգային փոփոխության մասին։ Տնտեսական ակտիվությունը, պետական աջակցությունը եւ համայնքային զարգացումը փոխլրացնում են միմյանց, եւ հենց այս համադրության մեջ էլ ձևավորվում է երկրի կայուն առաջընթացը՝ աշխատատեղից մինչև դասարան, արտադրամասից մինչև բուժկենտրոն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։